Բարև թանկագիններ։ Այսօր մենք ուսումնասիրենք դատավորած գրքի 3-րդ եւ 4-րդ գլուխները, որտեղ Աստված իր ժողովրդի հառաչանքին պատասխանում է ազատարարներ ուղարկելով։ Դատավորած 3-րդ գլխում Իսրայելի որդիները նորից մեղանչում են Աստծո առաջ, եւ Տերը նրանց մատնում է թշնամիների ձեռքը։ Բայց երբ նրանք աղաղակում են Տիրոջը, Աստված նրանց համար բրգիչներ է կանգնեցնում։ Աֆնիելին, ապա Ձախլիկ Ավոդին, ով սպանում է Մովաբի գերթագավոր Էգլոմին եւ ազատում ժողովրդին։ Աստվածաշունչն ասում է. «Եվ երբ Իսրայելի որդիները աղաղակեցին Տիրոջը, Տերը Իսրայելի որդիների համար մի փրկիչ կանգնեցրեց, որն ազատեց նրանց»։ Դատավորած 3-ին։ Քրիստոսը այս գլխում հստակ երևում է մեղքի, տառապանքի եւ աղաղակի ու փրկության շրջանը։ Յուրաքանչյուր դատավոր, ում Աստված կանգնեցնում էր Հիսուս Քրիստոսի ստվերներ։ Աստվածաշունչը օգտագործում է հենց փրկիչ բառը։ Ավոդը սպանեց թշնամի թագավորին իր թաքցրած սրով։ Հիսուս Քրիստոսը եկավ որպես Աստծո կողմից ուղարկված կատարյալ փրկիչ, ով իր բերանի սրով Աստծո խոսքով եւ իր զոհաբերությամբ հարվածեց մեր հոգևոր թշնամու սատանային եւ մեզ հավիտենական ազատություն պարգևեց մեղքի բռնապետությունից։ Հարտերոջը 4-րդ գլխում Իսրայելը տառապում է Քանանի Հաբի թագավորի եւ նրա զորավար Սիսարիայի ձեռքից, ով ուներ 900 երկաթե կարգ։ Աստված բարձրացնում է Դեբորա մարգարեհու եւ Բարակին։ Տերը հաղթանակ է տալիս նրանց, իսկ փախուստից դիմաց Սիսարիային մի վրանում սպանում է Խայել անունով մի կին, ցիցը խփելով նրա հունքի մեջ։ Աստվածաշունչը ասում է. «Եվ Դեբորան ասաց Բարակին. վեր կաց, որովհետև սա այն օրն է, որ Տերը Սիսարիային մատնեց քո ձեռքը, չէ որ Տերը գնում է քո առջևից»։ 4:4։ Սիսարիայի 900 երկաթե կարգերը խորհրդանշում են չարի անհաղթահարելի թվացող ուժը, բայց Աստված գնում է իր ժողովրդի առջև։ Հիսուս Քրիստոսը մեր ճշմարիտ զորավարն է, ով քայլում է մեր առջևից մեր պատերազմներում։ Ավելին, հայելի կողմից թշնամու գլուխը ջախջախելու պատմությունը Ծննդոց 3:15-ի մարգարեության լրումն է, որտեղ ասվում էր, որ կնոջ զարմը պիտի ջախջախի օձի գլուխը։ Հայելը հարվածեց Սիսարիային գլխին, իսկ Հիսուս Քրիստոսը Գողգոթայի խաչի վրա վերջնականապես ջախջախեց սատանայի գլուխն ու իշխանությունը։ Հալելույա։ Սիրելիներ, գուցե այսօր դուք կանգնած եք մի խնդրի առաջ, որը Սիսարիայի երկաթե կարգերի պես անհաղթալի է թվում։ Գուցե ձեր սեփական սխալների պատճառով հայտնվել եք նեղության մեջ։ Մի հուսահատվեք եւ մի լռեք, աղաղակեք Տիրոջը, ինչպես անում էր Իսրայելը։ Ձեր փրկիչը Հիսուսը պատրաստ է մատնելու։ Նա արդեն ջախջախել է թշնամու գլուխը եւ նա գնում է մեր առջևից թանկագիններ, մեզ հաղթանակ տալու համար։ Եկեք աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, դու ես մեր զորավար, փրկիչն ու հաղթական զորավարը։ Շնորհակալ ենք, որ դու լսում ես մեր սրտի աղաղակը մեր նեղությունների մեջ։ Շնորհակալ ենք, որ խաչի վրա ջախջախեցիր չարի ողջ զորությունը։ Խնդրում ենք տուր մեզ քաջություն եւ հավատք վստահելու, որ դու քայլում ես մեր առջևից եւ քո միջոցով մենք ունենք կատարյալ ազատություն։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս ուսուցումը ձեզ համար օգնություն էր, կիսվեք եւ մեկնաբանություններում գրեք, թե որտեղ տեսակ Հիսուս Քրիստոսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օգնի եւ գոհ